փակում, եթե փակում էր, թռնում էին։ Հիշում եք, ասում են բազան թռել է։ Եվ ես հասկացա, գիտեք ինչ, որ եթե նույնիսկ մարդիկ հիմա այդպես ֆիզիկապես չեն փակում պահածոներ, զակատը չեն անում, զակատ բառը հայերեն դու էլ չգիտես։ Եթե դուք գիտեք, խնդրում եմ մեկնաբանություններում գրեք, եթե նույնիսկ մարդիկ հիմա չեն փակում պահածոներ, ապա իրենց ենթագիտակցության մեջ են փակում պահածոներ մարդիկ։ Եվ անցյալից այդ հին բոլոր պատմությունները այսպես զակատ են անում եւ ամուր տեղավորում են իրենց ենթագիտակցության պահոցներում, պատվալներում, իրենց սրտում, իրենց հոգում, իրենց մարմնում եւ ամեն անգամ մի փոքրիկ բանից, մի փոքրիկ առիթից այսպես զայրանում են, բարկանում են, գնում են, բացում են այդ հնացած, նեխած, ժամկետնանց, բորբոսնած պահածոները եւ ուտում են դրանից։ Եվ ինչ է լինում, թունավորվում են, այո, որովհետեւ ինքը թունավոր է։ Եվ նստում սպասում եմ, ինչ որ մեկը պետք է գա իրենց օգնի, չգիտեմ, շտապ օգնությունը, բայց ոչ ոք չի գալու ձեզ օգնի։ Դա քո պատասխանատվությունն է մաքրել քո ենթագիտակցությունը, քո սիրտը, քո հոգին, քո մարմինը անցյալի այդ տոքսիկ հիշողություններից, այդ հնացած ժամկետնանց մտքերից, որոնք քեզ ամեն օր առիթը գալուն պես կամ ժամանակ առ ժամանակ առիթը գալուն պես թունավորում են։ Եվ դու դա պետք է անես ոչ թե վաղը կամ վաղը չեմ իսօր, այլ այս պահին, երբ որ ստացար այս ինֆորմացիան, պետք է մաքրես քո ենթագիտակցությունը, քո ենթագիտակցության պահոցները, պատվալները պետք է մաքրես այս ժամկետնանց, փոշին վրան դրված, բորբոսնած հիշողություններից։ Եթե ես փորձեմ կարճ ասել, ինքը ընդամենը կլինի մեկ նախադասություն. դադարիր սնվել անցյալից, որտով ինքը թունավոր է, քեզ թունավորում է, անցյալի հիշողությունները, այդ պահածոները, իրենք թունավորում են քո ներկան։ Հոգ տարեք ձեր մենթալ հիգիենայի մասին, հոգ տարեք, դա շատ կարևոր է, եւ մաքրեք ձեր ենթագիտակցության պահոցները, այդ հնացած ժամկետնանց հիշողություններից, դրանք ձեզ պետք չէ, դրանք ընդամենը ձեզ թունավորում են, խլելով ձեզանից ձեր ներկան, հասկանում եք։ Մնացեք առողջ, հոգ տարեք ձեր մենտալ հիգիենայի մասին եւ հաճախ ժպտացեք։